Առաջարկեք իրանց փող աշխատել գյուղատնտեսական, տուրիստական, երկարաժամկետ պրոյեկտների մեջ։ Խնդրում եմ ձեզ միարկեք ձեր ակնհայտ անձի շահագործման Ես ոտը սաղմա դրա համար եմ դժվարանում, թե չէ, ես ինչա որ ինձ մար, հետո իմ 54-60 տարվա տուննա, ես քարաբերցի եմ, իմ ծնողները քարաբերցի են, ստեղ են հողավորված, բոլորը, շատ լավնա, համի նոր մի քանի ջահել եկել են ապրանք են պահամ, մալադեց իրանց քրվինքով, մալադեց, թող պահեն, շատ պահեն, մեր մտի չանց գրիշում, որ ստեղ գոմը են կռաննել են, ասմա տավարը, որ դուս էր անեմ, մինչև աղպուրը ջերգով շարվմին, 60-70 հատ, 250 տուն է եղել առաջ, իսկ հմի ես հանքերը, որ իջատ հանգել, հայտնաբերել են, մարդիկ ասել են, ընչիմ հարան տեղիլ են հեկորչի, ես գրանիտը մեզ օգուտ է տալի, շատ, ռետ էտ բանն են շինել, սրահը, հետո ուրիշ էլի լավություններ կարան անեն էլի դրանք, հետև քիչ գումար են մուծան, բայց մլյարդներ են շինում են ավազով, են որ մեղրուտ գյուղի դեմը սարի պես, նա մեր գեղի հունքն է, իրանք մլյարդներ են շինում, երևանցիք, իսկ մեր գյուղին ընդամենը 600,000 դրամ են մուծում, դա քիչ է էլի, իսկ ստի խազեյները, որ ձեն չեն հանեմ, ուրեմն էտ ինչ-որ մի բան կա, որ ձեն չի հանեմ, խիչ ես ձեն հանեմ, խիչ ես ասեմ, 2 տակ գյուղի բուջե բանարա, վիրև է, էտ ոսկու հանքը, հրեի սարի գլխին, եթե դա հաստատ ուրան կա, եթե կա դակումենտով ապացուցված, մարդիկ ապացուցել են, որ այդեղ ուրան կա, ուրեմն չեն թույլատրում գեղացիկ բացելու, իսկ ոսկի էլ կա հետը, եթե այդ բաները կա ու ապահոված չի, այս ամբողջ տերիտորիան կվարակվեն սաղ, կամ այդ քաղաքն ու այս գյուղը պետք է տեղափոխեն, նոր այդ հանքը բացեն, հետո ընտի զավոդ պետք է շինեն, ինչ-որ ապահով մի բան պետք է, որ չթույնավոր են ժողովրդին, ինձ էլ զանգել ասմա Ռազմիկ արի, որ դու երկու նախադասություն խոսաս, այդ ինչա, ես շպիոն չեմ, որը ճիշտ այն եմ ասի, ես ճիշտ եմ խոսալու, ով ուզմալի, ես ոչ վախել ունեմ, ոչ քաշվել ունեմ, եմ որ ջահել վաղտս ասմին լայնաթիկուն կարնաթուժ Ռազմիկը, ես էտ տաղեն եմ էլետ, իսկ հմի ես տարիքս մեծացել է, բայց ես սրանք, ով եմ որ ես վախենամ սրանցից, ոչ մեկից, ես եղել եմ մարդ միշտել, թասրբով, ստրունդուր թիգունքին կաղնող, որ դյասես ինչ խմաղալներ կար, որ մեջ ինչ հլեի, բայ, կարող է ինձ, որ դուս խոսացող, կարող է ինձանի թակուն անեն շատ բաները, բախում են ինձանի։ Ժողովուրդ, ուրեմն նայեք, ես բոլորիդ լսեցի, եթե կարան այլ մտքեր, հիմա ասում եմ ոնց է գործընթացը, բոլորիդ լսելուց հետո, ստեղ ներկային մեր ավականու անդամներ, կկազմվի արձանագրություն, արձանագրությունը տրամադրվի բոլոր շահագրգիռ կողմերին, արձանագրությունից հետո կատարվի ավականու նիստը, ավականու անդամները որոշում կկայացնեն, ձեր բոլորիդ կարծիքը մեջը նշված, բոլորիդ մտքերը, ես նույնիսկ դրսում, որ երկու հոգի բնակիչների այդ խոսում եմ, բոլորիդ լսել եմ հավաստիացնում եմ ձեզ։ Հիմա արձանագրությունից հետո կդրվի ավականու նիստ, ավականին իր դիրքորոշումը կհայտնի, թե թույլ է տալիս ձեր կարծիքները մեջը նշում եմ, թույլ է տալիս տվյալ կազմակերպությանը ուսումնասիրություն կատարել, թե չէ։
Ուրեմն նախապատմությունը այսպեսին է, այստեղ տարիներ առաջ, այսինքն երևի մոտ 15 տարի առաջ, հա, մի հատ ընկերություն կար, Ասադ ընկերությունը, ինքը ստացել էր ոսկու հանքի շահագործման լիցենզիա, այն կողմն է գտնվում, հանքավայրի, այսինքն դրա արևմտյան կողմում, Լեռան անտառների այն կողմում, եւ ամենչապես գտնվում է երևի մի 500 մետր բնակավայրից, այսինքն այս գյուղի թաղամասերից մեկը այնտեղ է գտնվում, բնակելի թաղամասի հենց վերևը, 500 մետր էլ չկա։ Այդ մի ոսկու հանքավայրն է եւ կա այստեղ գյուղում, այս վերևի կողմն է գտնվում քարի հանքավայր։ Այսինքն գյուղը ինքը ծանրաբեռնված է, երկու հանքավայր ունի գյուղը իր գյուղատնտեսական հողերում։ Հետագայում այդ հանքավայրը վաճառեցին, գնեցին այլ քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ գնեցին եւ իրենք սկսեցին այստեղ հետաքրքրվել նոր տարածքներով, ավելի հարուստ, հա, պաշարներ ունեցող տարածքներով, որովհետեւ իսկապես այս տարածքներում պաշարները շատ են, ու ոչ միայն ոսկի, այլ նաեւ բազմամետաղներ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքում ես ուղղակի տպել եմ էջեր եմ բերել, որ տվյալ տարածքում, կոնկրետ այս տարածքում, Քարաբերդի հանքավայրի տարածքում ուրան չկա։ Էդել եմ բերել, հաջորդը դա ճիշտ չի, մի րոպե։ Այդ Ալոյանն է, պրոֆեսոր, ուրանակիր տարածք է, բայց պաշարները որոշելու համար ինչքան է, որտեղ է, չկա ուսումնասիրություն պաշարների, բայց կա ուրանակիրը, վերցրեք արտացրեք, որ հետազոտություն չի եղել պաշարների, դու ոնց կարաս իմանալ։ Սարտվեք, որ իմ բնակիչներին Աժոր, ստեղ ընդամենը ասում է, չկա որտեղ ուսումնասիրված չի, Ալոյանն ասում է, ուրանակիր է տարածքը, բայց պաշարները որոշելու համար պետք է ուսումնասիրություն, ընդամենը էս է, որ չկա, էս արդեն են խաղացնելն է, էլի, որ այո, Ալոյանը հստակ ասել է։ Կան նաև ուսումնասիրություններ, օրինակ Պետրոս Ալոյանի, որը դասել է քարտեզներով այս տարածքը ուրանակիր գոտիների շրջան։ Եվ միևնույն ժամանակ նշել է, որ մենք չենք կարող իմանալ, թե ինչքան այստեղ կլինեն ուրանի պաշարները, ուղղակի դա գալիս է նրանից, որ այստեղ կա կապար, իսկ կապարի համար առաջանալու համար պարտադիր է ուրանի առկայություն, իսկ կապար կա։ Եվ 2020 թվականից մենք 22-23 թվականից անընդհատ այստեղ տեսնում ենք ինչ, այդ ընկերությունն է, որ անընդհատ ուզում էր Ասադ մեծացնել տարածքները, հետո դե քանի որ անընդհատ փորձեր էր կատարում, եկան նոր խաղացողներ։ Եվ սկզբից երկու ընկերություններ, որ այդ տարածքների համար իր հետ պատերազմում էին, կոնֆլիկտում էին, բայց ժողովուրդը բոլոր ժամանակները ասել է դեմ ենք նոր հանքերին, ահա առաջանալ։ Այսօր 12-րդ լսումն է եղել, որպեսզի ուղղված հանքերի ընդլայնմանը, ֆաբրիկաների ստեղծմանը։ Եվ ի հայտ է եկել արդեն երրորդ ընկերություն, որը այս 1.5 ամսվա մեջ այսօր երկրորդ լսման փորձն էր իրականացնել։ Եվ քանի որ նախորդ լսումը, որ մոտավորապես 25 օր առաջ էր եղել, այդ նախորդ լսման ժամանակ մարդիկ դեմ են, գյուղացիները դեմ հանդես եկան եւ դրսից Վանաձորից եկած կողմնակիցների հետ միջև կոնֆլիկտ առաջացավ, մարդիկ ասացին գնացեք մեր գից, մենք դեմ ենք, այդ թվում գյուղի վարչական ղեկավարը եւ այդ թեժ ընթացքում լսումները չեղարկվեցին, այսինքն չեղան, հա։ Եվ ըստ էության իրենք նորից չպետք է վերադառնային, որովհետեւ մարդկանց կարծիքը շատ կարևոր միանշանակ էր։ Հաջորդ օրը ես արդեն լսում եմ, կապվում են ինձ այդ գյուղացիները, որ հաջորդ օրն է վետ այստեղ սկսել են բնակիչները նորից աշխատել։ Ցավալի է, բայց դա տարիներ շարունակ է, այսինքն նույն մարդկանց վրա տարբեր ընկերություններ նույն մեթոդներով, տարբեր ձևերով աշխատում։ Մեկին բարեկամների միջոցով են փորձում ճնշել, մյուսին խոստումներ են տալի, երրորդին համոզում են, չորրորդին ասում են բան մնա, խնջույքներ են, խմբային կազմակերպում տարբեր ընկերություններ, այդ մեթոդներն են գործում, որպեսզի իրենք հասնեին այսօր այն արդյունքի, որ գյուղում բնակվողներից, հենց գյուղում բնակվողներից, լսումներին մաքսիմում 5-6 հոգի էր եկել, գյուղացիք չեն եկել այլևս, այսինքն իրենք նախընտրեցին այսօր տանը մնա։ Այդ գյուղում բնակվողներից 3-ը
դեմ արտահայտվեցին, որ անցյալ անգամ էլ են դեմ, բայց անցյալ անգամվա նման չէին դեմ արտահայտվում, արդեն մեղմ էին արտահայտվում դեմ, որովհետև մտածում էին, որ կունենան երևի թե խնդիրներ կամ հա շարից փորձանքից հերու։ Քանի հատ հանք կա մետրոյը։ Ահա։ Դետոլերից փակը, եթե չեն փակը, մենք համաձայն ենք, որ այս մարդիկ աշխատեն։ Որտեղ նրանք աշխատում են, թող նրանք էլ աշխատեն։ Ես այս ջուրի բնակիչ եմ ու կողմեմ։ Ամեն մարդ իր կարծիքն ունի։ Դուք ձեր արտահայտեցիք, ես լսում էի։ Ես ուղղակի եմ ասում, որպես բնակիչ։ Եղածով բավարարվեք։ Մի վարքյան։ Եղածով բավարարվենք։ Ու այդ մարդիկ եթե ինչ-որ մի բաններ են դնել գյուղացոնցմա, գյուղացիք ուրախ կլեն, որ ասենք չենք սարկվեց, են սարկվեց, ճամփա սարկվեց, լուսավորություն եղավ բան։ Ես դրանով էլի ինչ-որ միտեղ ձեններս դադարեցնում ենք, ասում ենք մալադետ, մարդիկ մի բան արեցին։ Եթե ուզում եք ձեզ հետ էլ հարցադրույց կանենք։ Կա, գյուղում կա, ջահելություն կա։ Քանի Այդ հարցի բանն է, գյուղացի մի հատ էլ ապրող ես եմ, գյուղի բնակիչ, կա։ Ջահելություն կա։ Այսինքն մշտական ստեղ եք բնակվում։ Հա, մշտական։ Շատ քիչ, մի 3-4 հոգի ասենք ջահելություն է։ Գնեմ գալի իրանց մանաս ունեն բան։ Անաս այդա, հա, իսկ ասենք էս որ սենց ասավ, այդ ոսկու հանքն էլ աշխատել ինքը։ Այս տղին տարել են ոսկու հանքն աշխատել է։ Գիտես ինչ, մի համոզվել է ինքը ուզում է բան անի, որ թազա հանք բացեն, եկել են ստեղ, տղեկ են դեմի զրուցել են, ինչ են արել, ինչ չեն արել, դա ինձ էական չի։ Ես զբաղվում եմ անասնապահությունով մեծամասնության, հետո աշխատում եմ անտարտեսությունը որպես գլխավոր էկոպարեկ, բնությունը պահպանող, նու ասենք տարիների ընթացքում ես այս բնությունը պահել եմ, չեմ թողացել կտրեն, ոսկու հանքը, ընդամենը ես մի 4 տարի որ աշխատում է, իրանցի առաջ աշխատողներ են եղել, աշխատել են, տարել ու սննք են եկել գյուղապետարան, ասել են բանկում սննք են ճնանչվել։ Նոր հանքի մասին այդ մթաթե նրանց խերվել ենք, թազա հանք են ուզում բացեն, չեմ իմանան։ Դե մի նայ, այս վերևը քարի հանքից տեղից օգտվում է ԱԲԲ հիմնարկ կա, տանում են այդ մարդիկ, որ մի բան էլ ասում ես, ասենք շատ հազվագուտ, որ ասենք գյուղացուն ձեռ են բռնում, կամ ասում ես եկեք ճամփեք սարքեն, բա էս չկա, այն չկա, գյուղապետին ասում են Գյուրա ջան, ասա բերեն, այս մարդն է զանգում է, ասում է եկեք քանդվել է ճամփեն, դե իրանց տրանսպորտն է մեծ ծանրության գնում գալի, նրանք են քանդում, ես փոքր մեքենաները կյանքում չեն քանդել, էլի ասենք։ Ես դա եմ հասկանում, որ փոքր մեքենան ինչ 30-40 տոնանոց չի, ինչ 2 տոն կամ մի տոնանոց ավտոները։ Ես դա եմ հասկանում։ Բանի հանքը որ կա, այդ վերևի, այս ստերի հանքը։ Ստերի հանքը որ կա, ասենք ես դե գյուղապետարանի աշխատող չեմ, որ ասեմ կոնկրետս կամա, բայց գյուղապետի ասելով շատ քիչ կապեկներ են փոխանցում, շատ քիչ։ Մի մարդով, 2 մարդով, ասենք 2 մարդ խոսացինք, երևի բան, Համի ոնց որ հա եկել են համոզել, թե ինչ են արել, չգիտեմ, էլի։ Այդ չեմ կարալ ասեմ։ Այն անգամ ասենք կռիվ եղավ այստեղ, եկա, տեսած կլեք, բան, եկա, պատերազմ գնաց, մարդասպանություններ են, բայց այսօր ոնց որ սաղ սսկվել ենք, բոլորս սսկվել ենք, չենք կարամ խոսանք, չգիտեմ ինչի հիմա չեմ կարամ, էդ էլ չեմ կարամ ինչ-որ միտեղ կողմնավորոշվեմ, թե խի ենք սսկվել, խի ենք ձեններս բանալ, մարդ կա ասենք, գալի գնում ասկի, ստեղ չի էլ ապրեմ, եկել ասոր դոշ դեմ այր, որ այս գյուղացի եմ, լավ ես անում, այս գյուղացի ես կուցավներ տանում, այս գյուղում ապրեմ ես, լավ ես անում, տուն ունես, տեղ ունես, ապրեք, ինչ եղել, ապրեք, ավելի ես ինձ լավ կզգամ, որ կողքիս հարևանները շատ են, ոչ թե քիչ, իրիկունը մութը մթնմա մարդ չկա, որ մեկի հետ գնաս փոխանակություն անես, 2 զրույց անես,
գնաս հանգիստ պարչես, մարդ չկա, մերկու ասենք մարդ ենք, ու շո, այդքան բան, տես ասում եմ, իմ երկու տղով ես, վերևից միջև, ոբշեմ, ես տարասկները հստյել ենք, ես շխատելուս եմ եղել սկզբից, հստյել են իմ տղեկը հետս, համել տղես էլ աշխատեմ, փոքր տղես, փոքր ասիլով մեզ տղա եկա, լավ թոր ունեն, բան սպարսմեն, ոբշեմ, պայքարել ենք, պայքարը մենք համի ինքնա իմ տեղը լեսնի չշխատեմ, ես եկո բարեք եմ աշխատեմ, պայքարը մենք, որ բնությունը պահպանենք, որովհետև բնությունը, որ ասենք իմ երեխեն, իմ թորս, իմ հույրս, որ գալիս է, հիանում այս բնությանից, այս բնությունը տենալուս հիանում են, Երևանից հարևան ունեն, որ գալիս է, ինձ ասում է, հոպար, էլ չեմ ուզում, որ գնամ, ես ինչ բնություն է, եկողը ուրախանում էլ, ես ինչ բնություն է, դե մի որ մեր խելքը եթե չի հասնեմ, ուրեմն չգիտեմ էլի։ Ով ճանաչում է գիտի, որ ես 12 թվից բնապահպանական թեմաների մեջ եմ ակտիվ։ Ես կամավոր բնապահպան եմ, ես ոչ մի կազմակերպության մեջ չեմ եղել, ոչ մի փող չեմ ստացել այսքան ժամանակ։ Ինչ արել եմ, որովհետև ես սիրում եմ մեր երկիրը, ես սիրում եմ մեր բնությունը, ես ուզում եմ մաքուր մնալ։ Հայաստանում երևի շատ քիչ հանք կա, որ ես չեմ եղել ու չեմ տեսել։ Ես ես հավատացնում եմ Անենց հանք չկա, որը չի աղտոտում, անգամ ձեր ասած փակ հանքերը իրանք էլ են աղտոտում, հաղթիքը դեպքեր են լինում փակ հանքերում աշխատողներն են մահանում, երկրորդ այդ փակ հանքերից հանած հանքաքարը միտեղ լցվում է, էդ էլ է թունավորում, ու ստանդարտները ոչ միտեղ մեկա չեն պահում, որևէ հանք Հայաստանում չի շահագործվում իրանց խոստացած դոլոներին համաձայն ու բոլոր հանքերը վնասում են մեր երկիրից, մեր երկիրը այնքան փոքր է, որ մենք այդքան տարածք չունենք, դուք ապրում եք հանքի կողքը, հիմա դուք ուզում եք ավելի շատ հանք ունենաք, ավելի շատ թունավորվեք, հետո ձեր երեխեքը ինչ են անել, ես հասկանում եմ գյուղը դատարկվում է, ես հասկանում եմ դուք լիքը ապրելու միջոցներ չունեք, ինչ որ ընկերություն հայտնվել է ու ասում է, ես եկել եմ ձեզ փրկեմ, այդ ընկերությանը մենակ հետաքրքիր է, իր ֆինանսական շահը։ Մեր խոշորացված համայնքի թիմը ամեն ինչ անում է, որ բոլոր ուղղությունները ինչքան որ հնարավոր է զարգացնել ու ինչքան որ հնարավոր է ապահովել անվտանգությունը։ Ինձ պետք է լսեք նոր, ես բոլորիդ լսել եմ, չէ։ Իմ խոսքը չեք կարա հիշեք։ Գյուղի վարչական ղեկավարը, որը բոլոր նախորդ լսումներին դեմ է եղել, այսօր այլևս մեղմեր եւ չեր խոսում, չեզոք էր, դա խոսում է նրա մասին առաջերտին, որ փափուկ ճնշման մեթոդները այստեղ եղել են, կիրառվել են եւ մարդկանց փորձել են փոխել եւ այսօր որպեսզի այս արդյունքը ունենա։ Եվ այդ երեք ընկերությունները այստեղ փնտրում են ոսկի բազմամետաղներ, բայց ամենահետաքրքիրը այդ ամենի մեջ, որ քանի որ ընկերությունները տեսել են, որ գյուղացիները դեմ են լինում, իրենց կողքին կանգնում են ինչ որ մարդիկ, իրավապաշտպաններ, բնապահպաններ, որպեսզի իրենք որոշել են կոնսենսուսի գնալ։ Գյուղացիները ասեցին այստեղ այսօր, որ ըստ մեզ հասած տեղեկությունների այդ երկու ընկերությունները արդեն իրար հետ ինչ որ նախնական պայմանավորվածություն են վերցրել, որ համ համատեղ նախագծեր իրականացնեն, համ էլ ինչ որ տարածքը բաժան անեն իրancs մեջ, հա, այսինքն կոորդինատներով բաժանեն տարածքները մեկը մյուսի հետ եւ այսպիսով լուծեն այս հարցը գյուղը դարձնելու ամբողջապես հանքավայր, ինչու եմ այսպես ասում, որովհետև սկսած 20 թվականից ես միշտ այս գյուղում եմ եղել այս ժողովրդի հետ եւ այստեղ բոլորին ճանաչում են եւ 20 թվականից այսօր 12-րդ լսումներն են, միգուցե երկու լսման այդ ընթացքում չեմ եղել, դա այն պատճառով, որովհետև եղել եմ արտերկրում, այսինքն դա էլ է քաղաքականություն, միշտ փորձում են այնպիսի օրեր նաեւ հա ընտրել, որ միգուցե օրինակ իմանում են ես որ օրինակ դրսում եմ, այսինքն Օլեգը հա չի գա, այն մյուսը չի գա կամ լայն հանրությունը չի տեղեկացվի, դա էլ է քաղաքականություն մեթոդ, հա, որը կիրառվում է այստեղ։ Այդ երևույթները դիտվում են բոլոր համանման դեպքերում, բոլոր համանման համայնքներում։ Միշտ գտնվում են մարդիկ, ովքեր թելվում են ներդրողի թելերով,
կունենաք ռոջիկ, աշխատանք կլինի, բան, գեղացոնց համոզեք, էլ այնտեղ բան արեք, այս նոր երևույթ չէ, ու միայն Հայաստանում չէ, սա հնից եկած բան է։ Ուրիշ բան է, թե բերեք հասկանանք, կարող է այս տարածքը աճել, զարգանալ, բարգավաճել առանց հանքը բացելու։ Ես Ժողովուրդ, ես երկրաբան, երկրաֆիզիկոս եմ, առաջին մասնագիտությամբ մասնակցել եմ Թեղուտի հանքի պաշարները հաշվելուն։ Պատահական չեմ, Վիկիպեդիայից չեմ կարդում խոսում։ Սա շատ տարածված հնարք է այս տեսակ տարածքների համար։ Համոզված եմ, որ հնարավոր է պահել, հələ լիքը բաներ կարելի է փակել, բայց որ նորմերը չեն պահպանվում հանքարդյունաբերության, նորություն չէ։ Ուրիշ բան, որ ժողովուրդը սովոր է, որ պետք է փոշոտ եղնի այդ լուսամուտի կոքը ամեն առավոտ, որովհետև հերն անիծել են, էլի շրջակա միջավայր կոչվածի։ Օլեգի պատմածը նեոֆյոդալիստական արդի ֆյոդալիզմի նմուշ է։ Այն ինչ տեղի ունեցավ մինչև մեր ասուլիսի սկսելը, դրա ուղիղ նշան է։ Ասենք գյուղ է, մարդ ենք, թշնամի ենք, մենք եկել ենք ասուլիս ենք տալիս, այս սենյակն է տարին 12 ամիս փակ է, էլի։ Ջահելներին ղրգեցին կամ իրանք խելքով, երեք պետք է փակեն, չեք ամաչում ժողովուրդ։ Ինչ ասեմ Գյումրի չգաս, տղաճան։ Հա, Յետեմ դարձնելու քեզ բանի վրայից էլի, հա, չեք ամաչում այս տեսակ բաներ եք հրահրում, էլի, ասենք տարբեր կարծիք ունենք, էլի, հա, մենք ուրիշ ձև ենք մտածում, դուք ուրիշ ձև եք մտածում, այդ ինչ անելու բան է, որ թույլ եք տալիս ձեզ։ Քաղաքականությունը կարող էր մնալ լավ հանքերը բացենք, ահռելի պաշարների տեր է Հայաստանը, առանց չափազանցության եմ ասում, ահռելի, էլ ասելու չէ, հա։ Ենթադրենք պետությունը որոշել է, որ հանքարդյունաբերությունը լավ բան է, բայց կարող ես չէ ասել ժողովուրդ ջան, մարդիկ եկել են այս դուռը լեն բացեք, ով ուզում եք անստի ստեղ վիճի խոսի, հանրային լսումը սապտի լիներ։ Լիքը մարդ քանի հոգի չհասցրեց արտահայտվել։ Խելոք կանգնած սպասում էինք, ասում էինք լավ, այ մեզ էլ խոսք կտանել, ճավանինք պետք է, հա, շիշ պետք է շպրտեինք, որ մեզ խոսք տային, կգնանք ուրիշ ձև կխոսենք, էլի լավ։ Եվ կարևորը, եկուց պետք է դատի տալ հանրային լսումը չեղարկելու համար։ Դա ստիպելու է համայնքային իշխանությանը հանգարց նախագիծ չտանի ավականու նիստի։ Եթե չէ, ասելու են մարսեցինք, դե լավ, խոսացին գնաց 6 հատ ռեպորտաժ, փող էին աշխատում, եկան փող աշխատին գնացին, էլի։ Չէ, պետք է դատի տալ, հայց պետք է տալ, եւ պետք է ասել ախպեր ջան, չկա հանրային լսում տեղի չունեցել, կամ մարդավարի հանրային լսում ես անում, այն կանոններով, որոնք ես սկզբում բացատրեցի։ Ամբողջ նախագիծը հրապարակում ես, ստեղ պատերին փակցնում ես գծագրեր, չգիտեմ, վնասներ, հաշվարկներ, հետազոտություններ եւ այլն։ Գրանցում ես ելույթ ունենալ կամեցողներին, կարգ ու կանոն ես սահմանում, ոչ թե բազար ես սարքում, ստեղ ես չէի սպասում, բանից ինչ է, Կոստանդյանից, որ այդ տեսակ անփորձություն կդրսևորի, կամ գուցե տրամադրությունը շեշտակի փոխվել է անցած օրերի ընթացքում։ Պետք է նաև նշեմ, որ այդ 12 հանրային լսումներից, երբ որ բնակչությունը մասնակցել են, միշտ դեմ են արտահայտվել, այսինքն մարդիկ միշտ դեմ են արտահայտվել։ Այս տարվա 3 լսումները պետք է բավարար լինեին, որպեսզի էլ այդ մարդիկ չգային ստեղ։ Տեղական իշխանությունները ասեն չգաք, բայց ինչպես մենք այսօր ականատես եղանք, տեղական իշխանությունները ոչ միայն չեն կանխում, հա, անօրինականությունները, այլ իրենք խախտում են օրենքները եւ դադարեցնում լսումները, որպեսզի մարդիկ չարտահայտեն իրենց կարծիքները։